եկել։ Ու քեզ են հարցնում։ Ինձ։ Հա, շեֆ։ Դե ասա թողնես կան։ Եղա։ Դու ինչ ես սպասում, գնա աշխատի։ Սպասի տեսնեմ ինչ ա եղել նոր։ Սիրտս վկայում ա, որ էլի քո տաքսիստները գաղտներից մի ուին են բերել։ Բարև ձեզ, հազար բարի։ Ես դու մեր քաղամասին չես, որ ես քեզ չեմ ճանաչում։ Չէ։ Իսկ Միգոյանին ճանաչում ես։ Չէ, չեմ ճանաչում, ես վարչությունից եմ։ Վարչությունից, դե նստի խոսանք, այ ախպեր ջան։ Կապիտան Մեսրոպյան։ Հա, կապիտան ջան, ասա։ Ինչ ա պատահել, պարոն Մեսրոպյան։ Այս մակնիշի, այս համարանիշի մեքենան ձեր սերվիզին ա պատկանում։ Հա, մերն ա, մեր բաբոն ա քշում։ Ինձ անուն ազգանունը պետք։ Բաբկեն Մանուկյան։ Տոլը սպասի կարա։ Տեսնենք ինչ ա պատահել, նոր կասես այդ ամեն ինչը։ Հիա։ Էն ա պատահել հարգելիս, որ մոտ 2 ժամ առաջ այդ մեքենայով հանցագործություն ա կատարվել։ Վայ մամա ջան։ Ինչ հանցագործություն, կապիտան ջան։ Մարդ են առևանգել, տարել անհայտ ուղղությամբ։ Ժողովրդի լեզվով ասած աղջիկ են փախցրել, կամքին հակառակ։ Բաբոնը աղջիկ փախցրել։ Ոչ, նրա ընկերը, իսկ բաբիկը ըստ հավաստի տեղեկությունների օգնել ա նրան։ Թողը սպասի այդ ցավը տանեմ, ստե ինչ-որ թյուրիմացություն կա, ես հենց հիմա կզանգեմ բաբիկին ու ինքը կգա ու այդ ամեն ինչի մասին կպատմի։ Անույս բան ա, փորձում եք նրա հետ կապնվել, հեռախոսն անջատած ա։ Հեսա կփորձենք։ Հա, էլի։ Կարա, վերջի անգամ բաբիկը քո հետ երբ ա կապնվելու խոսացել։ Ժամուկես առաջ շեֆ, ասեց որ ուղևոր ունի տանում ա Իջևան, որ չեմ կարա հետը կապվեմ։ Իջևան, իսկ չի ասել կոնկրետ որտեղ։ Չէ։ Մենք կփորձենք նրան գտնել, բայց եթե նա ավելի շուտ եկավ, խնդրում եմ հաղորդեք, որ գա կամավոր ներկայանա ու չբարդացնի իրավիճակը։ Մի րոպե, էլի կապիտան ջան, դու համոզված ես, որ այդ աղջիկան իր կամքին հակառակ են առևանգել։ Հա էլի, հիմա այդ մոդա ա, տղան ու աղջիկը որոշում փախնում են։ Աղջկա ծնողներն են բողոքել ու պնդում են, որ կամքին հակառակ են տարել։ Ես քեզ ասում էի, չէ, որ դրանք վերջը գլխներից մի օին են բերելու։ Դու ինչ ես կանգնել գլխից վերև ու ներվերս ես քայքայում, առանց դրան ներվերս քայքայված է, գնա գտի դրան։ Բայց ո՞նց գտնեմ այդ տղա, գնամ Իջևան։ Դա ուզում ես Իջևան գնա, ուզում ես գնա հասի Սադախլո, մենակ է դրան արանք դու բերես դեր։ Այդ կոնյակը տեն չեն խմում։ Իսկ հնաց չէ, շեֆ։ Ինչպես տեսնում ես։ Ես 50 տարվա կոնյակ Արմեն, ու սա պետք է վայելել։ Իսկ դու ուղղակի լցնում ես տամուկսը։ Ինչի դու որ խմում ես, տամուկսը չի լցվում։ Բայց ես գիտակցում եմ, թե ինչ եմ խմում։ Ու դրանից ես կոնյակի արժեքը բազմապատկվում է։ Ու դրանից ես ինձ լավ եմ զգում։ Իսկ դու չես հասկանում։ Մեր Վազգեն պապիկից ինչ նորություններ կան։ Թաղի երեխեքից մեկին ասել եմ, որ հետևի Վազգեն պապիկին, շեֆ։ Ասում է այսօր ինչ տուն է եկել, տնից ոտը դուրս չի հանել։ Ասում է նույնիսկ DVD պրակալ չի գնացել, որ դիսկ վերցի։ Իսկ այդ չլսված բան է։ Կլիենտը հասունանում է։
Այդ լավ է թե վատ։ Լավ, իհարկե։ Մեր գործում կարևոր, ես կասեի ֆունդամենտալ երկու մոտեցում կա։ Առաջինը, երբ դու փորձում ես իջնել կլիենտի մակարդակին ու այդ մակարդակում տանել խոսակցությունը։ Եվ երկրորդ, երբ նրան վեր ես հանում ու թելադրում ես խաղի քո կանոնները։ Ես երկրորդ տարբերակի կողմնակից եմ։ Հիմա Վազգենը հենց այդ տրանսֆորմացիայի փուլում է։ Շեֆ, բայց դու լավ փիլիսոփա կլիներ, գիտես։ Ես փիլիսոփա եմ։ Ու ինչ ես անում եմ ունի իր փիլիսոփայություն։ Բայց դրա մասին առայժմ քեզ չեմ ասի։ Դա շատ խակ ես դա հասկանալու համար։ Ես ոնց է գլուխս ցավում։ Տեղ բերեմ խմես, շեֆ։ Ես սովորաբար դեռ չեմ խմում, մենակ խիստ անհրաժեշտության դեպքում։ Հա, ինչի համար էի քեզ կանչել։ Ես արդեն հասցրել եմ որոշակի ինֆորմացիա հավաքել Երջանիկի մասին։ Տաքսիստի, որ միլիոնը շահել է։ Ենթադրում եմ, որ շահել է, բայց դա փաստ չի։ Ու հիմա ժամանակն է, որ դու դրան մեջ շոշափես, ոնց որ ասում են տնտղես։ Ոնց պիտի անեմ, շեֆ։ Գնամ հարցնեմ, թե դու ես միլիոնը շահել, ախպեր ջան։ Արմեն, հիմա կապիկություններ անելու ժամանակը չի։ Դու գիտես, որ ես այդ չեմ սիրում։ Մանավանդ երբ գործից ենք խոսում։ Կներես, Դավիթ ջան, ասա։ Անկախ նրանից, Երջանիկն է շահել միլիոնը, թե չէ, չի կարելի ճակատի տալ ու հարցնել նրան այդ մասին։ Զգուշ ասված բառը կամ ակնարկը այս դեպքում ավելի ուժեղ էֆեկտ կտա։ Հա, ճիշտ է։ Արմեն, ես եմ տաքսի ավրանիչն է, որ Երջանիկը քշում է։ Այսօր իր ասումենը ավարտվում է կես գիշերի։ Շենքի առաջ կսպասեց, հենց եկավ, կխնդրեց քեզ մի տեղ տանի։ Հետո Հետո ճանապարհին իմիջայլուց ասա, որ դու արտասահմանյան կազմակերպություն ես ներկայացնում, որը փորձում է գտնել միլիոն շահու Երջանիկ մարդուն ու հրավիրել Լաս Վեգաս։ 10 օրյա շքեղ հանգստի։ ու ինչ դրանից հետո կխոստովանի, որ ինքն է շահել։ Չեմ կարծում, թե խոստովանի, բայց նրա ռեակցիային հետևելով մենք շատ հարցերի պատասխաններ կիմանանք։ Շեֆ, այդ տղեն 10 օր չկա, ինչ միլիոն դոլար է շահել։ Նրան ձերի հանգստով չես խափի։ Արմեն, նույնիսկ աշխարհի ամենահավեստ մարդը չի երաժարվի ուրիշի հաշվին իր հանգիստը կազմակերպել։ Արա ինչ ասում եմ։ Կտեսնենք ինչ ռեակցիա է տալիս, հետո կորոշենք ինչ անենք։ Լավ, ոնց կասես։ Շեֆ, իսկ Վազգենի հետ կապված հարցերը մնում անույն է։ Հա, ամեն ինչ պլանի համաձայն է։